Երկու բառ կա հայ քաղաքական եւ հանրային խոսություն եւ որ ես լավ չեմ հասկանում, մեկը հասցեագրելն է, մյուսը լավարկելը։ Address. Հասցեագրել address-ն է, այսինքն դրա իրական իմաստը եւ լուծում տալն է։ Այո, բայց շատ ընդհանրական բառ է, անազատության մեջ գտնվողների նման մի բառ։ Մենք հիմա անցնում ենք լսարանից հարցերին, եթե կան հարցեր, բայց պետք է լինեն հարցեր, ոչ ելույթներ։ Խնդրեմ հնչեցնեք այդ հարցերը, ասեք ում է ուղղված ամենակարևոր այդ հարցը եւ ներկայանաք։ Շոն հարցեր։ Ինչ բարձր։ Շատ լավ։ Իմ վերջին հարցը, ենթադրում եմ, եթե դրանից հետո չլինեն հարցեր, կարող ենք մենք արդեն նաև մոտենալ ավարտին քննարկման։ Ալտերնատիվ մեխանիզմների մասին Կարմիր խաչի փակմանը զուգահեռ, Կարմիր խաչի գրասենյակի փակմանը զուգահեռ։ Օրինակ քաղաքական ընդդիմությունը Հայաստանի հայտարարում է, որ ԵԽԽՎ անդամ պետությունները պետք է արտոնեն իրենց դեսպաններին կամ չգիտեմ ԵԽԽՎ պետք է ինչ-որ մի ձև դրան նպաստի, որպեսզի իրենց դեսպանները կարողանան այցելել մեր գերիներին այնտեղ եւ նրանց որպեսիությունը իմանան եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով ուրեմն հետաքրքրվեն։ Կա հյուպատոսական ինչ-որ տարբերակ, հա, իրավունքի հետ կապված տարբերակ, որ Հայաստանը լիազորի մեկ այլ երկրի, որպեսզի այդ երկիրը կարողանա այնտեղ որոշակի գործունեություն ծավալել։ Արտաքին գործերի նախարարությունից շատ ընդհանրական ասել են, որ այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք են տանում եւ կոնտակտ կա եւ այլ, հա։ Դուք որ ամենօրյա կտրվածքով զբաղվում եք այս հարցով, հա, ինչ հնարավորություններ կան, ինչ ալտերնատիվ մեխանիզմներ կան։ Արդեն Կարմիր խաչը այնտեղ չի, փակվել է կամ փակվում է կամ վերջնական ավարտվում է նրա գործունեությունը, հա, ինչ հնարավորություններ կա, գոնե ինչ որ մի ձև այս պահին, այս վայրկյանին, այս ընթացքում նրանց իրավունքները ձեր ասած խոսքով հասցեագրել։ Խնդրեմ, ինձ հարգեմ։ Որքան էլ որ դժվար է հավատալ, բայց մեխանիզմներ կան։ Ուղղակի յուրաքանչյուր մեխանիզմ պետք է գործարկվի, մենք առաջնահերթորեն կարևորում ենք հենց հյուպատոսական այցելության իրավունքը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ տրամադրելը, որը իր մեջ ենթադրում է տեսակցություններ, իրավական ներկայացվածության առնչությամբ աջակցություն, առողջական եւ մարդասիրական այլ հարցերում աջակցություն, ընդ որում այս հյուպատոսական այցելության կամ ծառայությունների տրամադրման հարցը միջազգային կոնվենցիաներով բավականին մանրակրկիտ կարգավորված է, կարծում եմ յուրաքանչյուրս արտերկիր երբ մեկնում ենք, առաջին բանը, որ մեր մտքում ունենք, որ եթե օտարերկրյա պետությունում մեզ հետ ինչ-որ մի բան տեղի ունենա, հատկապես կապված ազատությունից զրկելու հետ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանները, դիվանագիտական ներկայացությունները տեղեկացված են եւ նրանց հետ կապ պահելու, նրանց միջոցով իրավունքները իրացնելու մենք ապահովություն ունենք, հա։ Հիմա հասկանալի է, որ հայ-ադրբեջանական դիվանագիտական հյուպատոսական հարաբերություններ չկան եւ անմիջական իրացնելու հնարավորությունը բացակայում է, սակայն միջազգային կոնվենցիաները նաեւ կարգավորել են այդ իրավիճակը, քանի որ սա միակ դեպքը չէ, երբ որ պետությունների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, այստեղ պատվիրակման դելեգացիայի մոտեցումն է գործում, Հայաստանի Հանրապետությունը կարող է դելեգացնել իր իրավունքը Ադրբեջանում հավատարմագրված չեզոքություն ցուցաբերող որևէ երկրի եւ միջազգային պրակտիկայում էլ բազմաթիվ են դեպքեր, երբ այդ իրավունքները իրացվել են միջնորդավորված, օրինակ Ամերիկա-Իրան հարաբերություններում հանդես է եկել Ալժիրը, որոշ դեպքերում հանդես են եկել սկանդինավյան երկրները, Շվեյցարիան եւ այլն։ Որպեսզի նաեւ այլ տարակետ մեկնաբանություններ չլինեն, նշեմ, որ 23-ի մեջ կան մարդիկ, որոնք եղել են եւ մշտապես ունեցել են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ոչ թե այն քաղաքացիությունը, որը տրամադրվել է պաշտպանության նպատակով Արցախի քաղաքացիներին, հենց այն քաղաքացիությունը, որը անձի համար առաջ է բերել քաղաքական իրավունքներ։ Օրինակ, մեր վստահորդներից Լյուդվիգ Մկրտչյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ առհասարակ Արցախում
ծնված լինելու, բնակվելու, Արցախի քաղաքացիության ուժով ՀՀ քաղաքացի դառնալու կասկածներ չկան, ուստի այս ուղղությամբ էլ եթե քննարկումներ ծավալվեն, դրանք անառարկայական են։ Եվ մի մեխանիզմ կա, որի մասին մենք խոսում ենք, դա ՀՀԿ մոսկովյան մեխանիզմն է եւ սա հնարավորություն է տալիս մարդու իրավունքների վիճակը հասկանալու, հաստատագրելու եւ ՀՀԿ-ին զեկույց ներկայացնելու նպատակով ձևավորել խումբ, որը այցելության միջոցով դիտարկելով վեր կհանի խնդիրները եւ կարծում եմ շատ տեղին է հիմա խոսալ հենց մոսկովյան մեխանիզմի գործարկման մասին։ Եթե ՀՀԿ պետությունները համաձայնության են եկել Մինսկի խումբը լուծարելու շուրջ, որը ի դեպ նաև մարդասիրական մարդու իրավունքների խնդիրների օրակարգ ունեցող կառույց է եղել եւ տարիներով Մինսկի խմբի օրակարգում գտնվել է փախստականների հետ վերադարձի հարցը, կարծում եմ դրան փակելուն զուգընթաց պետք է մտածել նաև մարդու իրավունքների հարցերով մեխանիզմ գործարկելու հնարավորությունը, ուստի այս մեխանիզմը գոյություն ունի եւ այն պետք է աշխատացնել։ Շնորհակալություն, Գյումրիկյան։